որոշում մանդատները վերցնելու։ Ոչ, դեռևս չունենք, կսպասենք նաև այս process-ներին սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող, այնուհետև կարծում եմ այս մասով հայտարարություն կլինի, թե վերցնելը, թե չվերցնելը պետք է լինելու հասկանալի ձևով մեր ժողովրդին, հատկապես մեր ընտրողներին ճիշտ ձևով ներկայացնել։ Անձամբ դուք կողմ եք, որ վերցնեք մանդատը, հաշվի առնելով, որ դուք նաև գործող խորհրդարանի պատգամավոր եք, այդ մանդատը ինչ արժեքավոր բան է առհասարակ տալիս ու անձամբ ձեր դիրքորոշումն է ինձ։ Տեսեք, անձնական տեսանկյունից ես շատ կուզեի չվերցնելու տարբերակը լիներ զուտ անձնական տեսանկյունից, բայց այսքան ժամանակ մենք չենք այո, բայց այսքան ժամանակ մենք չենք կողմնորոշվել, թե անձնական տեսանկյունից, այսպես կոմֆորտ զոնայի տեսանկյունից, որն ավելի լավ, այլ պայքարի տեսանկյունից որոշումը լինելու է նույնպես միանշանակ այս տեսանկյունով։ Մանդատը միայն դժվարություն է առաջացնում, մանդատով դու ոչ թե պաշտպանված ես լինում, հակառակը ավելի ես թիրախավորվում, վերջին 5 տարին ինձ թվում է լավ օրինակ էր, ինչքան շատ ավելի դժվար է այդ մանդատ ունենալը, քան չունենալը, էլի շատ ժամանակ գիտեք մեր ժողովրդի մոտ sense տպավորություն կա, որ մանդատը ինչ որ, չգիտեմ, ձեր համար մանդատ եք վերցրել, գնացել այնտեղ նստել եք, աշխատավարձ կամ բան, չէ, դա իրականում մեծ հարվածի տակ ես հայտնվում, թիրախ ես դառնում, իսկ անձեռնմխելիության հարցն էլ տեսել ենք, իրանք ունեն մեծամասնություն, երբ ուզեն կարող են այսպես զրկել, այնպես որ ինչ որոշում էլ լինի, դա լինելու է հետագա պայքարի ավելի արդյունավետության տեսանկյունից։